Ժողովուրդ ջան, այս քարոզչության ռեժիմը շատ դաժան է, այն վերջի լայվս շատ անսպասելիորեն ավարտվեց, երբ որ զանգ եղավ, հիմա հազիվ ժամանակ եմ գտել, որ շարունակեմ դա, որովհետև սենց մի քիչ անհասկանալի մնաց, թե այդ ինչն ենք ուզում ոչնչացնել, իրականում խոսքը նրա մասին է, որ պետք է ոչնչացնենք Նիկոլ Փաշինյանի այս անձնիշխանության հիմքերը, ընդ որում այստեղ երկու խնդիր կա կատարելու, առաջին խնդիրը դա այն է, որ իրան պետք է հեռացնենք իշխանությունից, բայց միայն դրանով բավարարվել չի լինի, որովհետև այսօրվա գործող սահմանադրությունը իրականում անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքեր ունի, որովհետև այնտեղ դրույթներ կան, այդ երաշխավորված մեծամասնությունը եւ այլն, որոնք ըստ էության ցանկացած նորաթուխ դիկտատորի համար հնարավորություններ է ստեղծում շատ արագ իրեն ենթարկեցնել իշխանության կառույցները եւ ընդհանրապես դասել իրան օրենքից եւ սահմանությունից վեր։ Այս ամեն ինչը պիտի փոխվի, մենք պետք է մեր կետերից մեկը ծրագրային այն է, որ մենք պետք է վերադառնանք նախագահական, խորհրդարանական, սահմանադրական կառավարման մոդելին եւ բազմաթիվ այլ հակակշիռներ կառուցենք, մասնավորապես գործադիր իշխանության այդ կախվածությունից հանենք դատական համակարգը, դատախազությունը, քննչական ապարատը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հեռուստառադիոն հանրային եւ այլն։ Այնպես որ սա էր, որ ուզում ենք ոչնչացնել եւ մենք դրան կհասնենք։ Հետևեք մեր քարոզարշավին, առաջ խելամիտ ուղով դեպի ժողովրդավարական Հայաստան։